Անակնկալ այսօր խոհանոցում Անրիի եւ Մաշայի հետ պատրաստելու ենք շատ օգտակար եւ գեղեցիկ նախաճաշ ու մրգով ափսե, չէ՞ Մաշա, բայց սա խաղի է վերածվելու երեխաներ։ Մենք միասին պատրաստում ենք եւ միևնույն ժամանակ խաղ ենք խաղում։ Հիմա մենք այստեղ ունենք երկու նկար, մեկն է այսպիսին, մյուսը Անրին ցույց տա եւ այսպիսի նապաստակ ենք ստանալու։ Հիմա տեսնենք, թե Մաշան ու Անրին ինչպես կպատրաստեն եւ ընդհանրապես մի քիչ կխոսենք խոհանոցից։ Կարգապահության կանոնների մեջ գրված է, որ կարող ենք ասել բարև ձեզ եւ բարև ձեզ։ Սկսենք։ Դու մրգով ափսեն կպատրաստես, Անրի, իսկ դու ինչ կարող ես անել, որ քեզ համար ամենահեշտը լինի։ Կարամ ելակը կտրտեմ, կարամ ադամաթուզը կտրեմ։ Դե սկսենք կտրել։ Հայո։ Սկսեցինք։ Կարող եմ վերցնել սա։ Նարինջը։ Ոնց է բացվում։ Այո, շատ ճիշտ ես։ Այդպես կտրի։ Առաջին հերթին, Անրի, պետք է կեղևը հանենք։ Կեղևը հանում էի։ Չէր ստացվում։ Ամենաճիշտը, որ այստեղից միանգամից կոտրում ես, այդպես հեշտ է լինում, նայ։ Եվ այս եզրը կհանենք, որպեսզի այդ սև հատվածը դուրս հանենք։ Հիմա այս մասը պետքա Հիմա կտրենք, չէ՞։ Անրի, պետք է բարակ կտրես։ Որ Այո, այո, այո։ ստացվի։ Մի քիչ էլ կարող ես կենտրոնից, այդպես։ Մինչև Անրին բանանը կկտրի, մենք կարող ենք կեղևը հանենք, կիվի, եւ խոսենք ընդհանրապես, դուք սիրում եք նախաճաշել, միրգ հատապտուղ հաճախ եք օգտագործում, թե ոչ, Անրի, սկսենք քեզնից։ Այո, ես հաճախ եմ օգտագործում մայիս, ապրիլ ամիսների վաղ շատ ելակ էի օգտագործում։ Սիրում ես ելակ։ Այո։ Հրաշալի։ Իսկ կիվի, նարինջ սիրում ես։ Ես նարինջ եմ սիրում, կիվին ես երբեք չեմ փորձել եւ չգիտեմ համը հստակ։ Այսօր այդ օրն է, Անրի, գուցե այսօր փորձես։ Այո։ Համոզեցինք։ Դու կարող ես հետո կտրել նաև կիվին։ Ես մրգեր շատ եմ սիրում եւ գրեթե ամեն օր օգտագործում եմ։ Հրաշալի է, իսկ դուք գիտեք, որ ընդհանրապես առողջ նախաճաշի ամենակարևոր բաղադրիչն է հենց միրգը։ Միրգ հատապտուղ ընդհանրապես պետք է նախաճաշին օգտագործել։ Դրա համար մենք այսօր բացի հավկիթից որոշեցինք նաև մրգային ափսե պատրաստել։ Երբ որ ինքդ ես պատրաստում, մայրիկի հետ միշտ ավելի համեղ է, չէ՞ լինում, Մաշա։ Անրի, քեզ համար։ Ես մայրիկին օգնում էի։ Եվ օգնելու եմ, եղբայրս է սկսել օգնել։ Ես զբաղված եմ այդ վաղ դասերով, բայց ես կօգնեմ միշտ մայրիկիս պատրաստելու։ Իսկ նախաճաշի ժամանակ հավկիթ օգտագործում եք։ Ես օգտագործում եմ։ Իսկ դու սիրում ես։ Անրի։ Ես մենակ սիրում եմ ձվի սպիտակուցը, դեղնուցը, ստինչ ոնց որ մեծ աղ լինի։ Մեծ աղի կտորներ, որը դեղին գույնը։ Իսկապես, հետաքրքիր համեմատություն էր։ Օրինակ, դու գիտեք, որ ձվի կլեպը դա երկինքն է, Ահա։ ձվի տակի մասերը, որ դժվար են կարողանում կտրտել։ Ահա։ Դա ամպերն են, ըստ ինձ։ Սպիտակուցը դա երկիր մոլորակն է, դեղնուցն էլ մարդիկ են։ Դե դեղնուցը դա ճուտիկն է, իսկ ճուտիկը կենդանի, ուրեմն։ Այո։ Ուրեմն մարդիկ կարող են լինել նաև։ Դա Անրիի պատկերացումն է։ Երեխաների երևակայությունը ուղղակի սահմաններ չունի։ Հիմա ասեմ, թե ինչպես պետք է կտրենք։ Մենք պետք է այնքան բարակ կտրենք, որպեսզի ստանանք այս բեղիկները։ Լավ։ Մաշա, հիանալի է ուղղակի։ Շատ ապրես։ Շատ շնորհակալություն։ Դու ստացել ես նույն նկարի պատկերը։ Այս բիբարը նապաստակի համար, որ մենք պատրաստում էինք։ Ահա։ Ու պատրաստում ենք։ Այո։ Դրանք աչքերն են նապաստակի լինելու։ Այո։ Իսկ ձեզ որ ուտելիքն է փրկում անսպասելի հյուրերի ժամանակ։ Որ ուտելիքն եք արագ պատրաստում։ Լավաշի վրա արագ դասավորում եմ թթվասերով խառնած հավի միսը եւ դնում ջեռոց ու վրան պանիր ենք։
ավելացնում։ Դա ամենաարագ պատրաստվողն է եւ բոլոր իրավիճակներում փրկում է։ Հնարավոր չէ այդպես արագ կարողանալ հավ պատրաստել։ Հնարավոր է, հատկապես եթե արդեն համեմված ունես դրված սառցախցիկում անրի։ Իսկ Ես ձեզ ուզում եմ ասել մի գաղտնիք, որ բանջարեղեններն եմ սիրում, որ մրգերը։ Ասա։ Մրգերից ես շատ եմ սիրում խնձոր, տանձ։ Ձմերուկը համարվում է համիր քան բանջարեղեն։ Այո։ Դրա համար հստակ ասում եմ, որ ձմերուկը միրգ է եւ ես սիրում եմ, շատ եմ սիրում վարունգ եւ լոլիկ։ Գազարը եմ սիրում։ Հրաշալի է։ ես սիրում եմ խնձոր, ելակ, չգիտեմ, հապալաս, բրոկոլի չեմ փորձել, չեմ կարողանում փորձել, մտածում եմ համեղ չի լինի։ Նախաճաշը ամենակարևոր ժամանակն է ուտելու, քանի որ էներգիա եք դուք Ստանում եւ ամբողջ օրով այդ էներգիան օգտագործում եք։ շատ ճիշտ ես, Անրի, շատ։ Դրա համար անհրաժեշտ է անպայման ամեն առավոտ նախաճաշել, դա պարտադիր է։ Բայց հասցնում եք դուք նախաճաշել երեխաներ։ Դպրոցի օրերին ոչ միշտ, քանի որ դպրոցը շատ շուտ է սկսվում, բայց իհարկե դպրոցում դասամջոցի ընթացքում նախաճաշում ենք։ Պատրաստել եմ այս։ Դե հիմա դու ինքնուրույն պետք է աչքերը եւ մորուքը այստեղ ինքդ պատրաստես։ Կարող ես։ Ամենահետաքրքիր գործն է փոքրիկ երկու աչք գտի, պղպեղի գնդիկներ, որոնք կփոխարինեն աչքի նապաստակի։ Ահա, շատ լավ է։ Լավ է, չէ՞ որ միասին ենք պատրաստում։ Այո, Այդպես ավելի ցանկությունը մեծ է լինում Անրի օրինակ համտեսել այս նախաճաշը։ Այո։ Դու նկատեցիր, որ պետք է մեզ քիթը, չէ՞, պատրաստել։ Շատ լավ է։ Դեպի վերև։ Հիանալի է, շատ գեղեցիկ ստացվեց, Անրի։ Լավ է։ Այո։ Կտրել։ Ահա, ոտն էլ տեղավորես։ Այսպես։ Եվ հիմա ուր է կանաչ սոխը, արդեն կտրել ես, եւ այստեղ կավելացնենք նաեւ բեղիկները։ Դե դու էլ կարող ես դնել, Անրի։ Հետաքրքիր բան եմ ասում, հին հուներենից կամ իտալերենից չեմ հիշում, վիտամինի վիտան նշանակում է կյանք։ Այսինքն մենք կյանքին անհրաժեշտ բաղադրիչներ ենք, չէ՞, այստեղ պատրաստել։ Իսկ վիտամիններն ասում են արևի վիտամին։ Վիտամինան տեսողության համար է նախատեսված եւ նա կա գազարի մեջ։ Դրա համար էլ Անրին ուտում է գազար։ Շատ ճիշտ ես անում, Անրի։ Ահա, կարծես թե ստացվեց։ Մենք ստացանք 1-ին 1 նկարի նախաճաշը։ Այո։ Եվ այսպես ավելի համեղ եւ ուտեստային է դառնում նախաճաշը, նույնիսկ ձեր չսիրած մրգերը շատ հավեսով վստահ եմ, որ կարող եք ուտել։ Բայց ինչքան շատ միրգ, այդքան ավելի շատ օգտակարություն։ Իհարկե, այդքան շատ վիտամիններ։ Դե ինչ, շարունակենք առավոտ լուսով վիքենդը։